Օգոստոսի 21-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանն ու ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը ամփոփել են 2026 թվականի առաջին կիսամյակում փրկարարծառայության գործունեության արդյունքները։ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներքին գործերի նախարարության վարած քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումներն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Անդրադառնալով ինստիտուցիոնալ փոփոխություններին Արմեն Մկրտչյանն առանձնացրել է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը։ Ներդրել ենք զանգերի միասնական կառավարման նոր համակարգ։ Մենք մեր որպես աշխատանքի որակի չափանիշ սահմանել ենք ներնամիջազգային ստանդարտը։ Ինչ է սա նշանակում։ Նախ եւ առաջ նշանակում է, որ զանգերը պետք է սպասարկվեն մինչեւ 15 վայրկյան ժամանակահատվածում եւ պետք է փաստեմ, որ այս պահի դրությամբ մեր արած գնահատականների արդյունքում պարզել ենք, որ մեր զանգերի 67.6%-ը իրականացվում է հենց այս չափանիշի տրամաբանությամբ։ Անդրադառնալով կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի ձևավորմանը Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ ներկայումս 12 համայնքներում գործող հենակետերը սպասարկում են 60 բնակավայր, իսկ առաջիկայում կգործարկվի եւս մեկը։ Նախատեսվում է զարգացնել կամավորական ինստիտուտը, բարձրացնելով դրա գրավչությունը, ներդնելով մոտիվացիոն եւ սոցիալական երաշխիքների նոր մեխանիզմներ։ Ծառայության նյութատեխնիկական համալրման շրջանակում Արմեն Մկրտչյանը մատնանշել է հրշեջ փրկարարական 18 նոր մեքենայի ձեռքբերումը, եւս 6 տրանսպորտային միջոցի ձեռքբերման վերաբերյալ կնքվել է պայմանագիր։ Մենք այս փոփոխությունները իրականացնում ենք ժամանակակից եւ արդիական տեխնիկա ունենալու նպատակով եւ ժամանակի ընթացքում հրաժարվելու ենք ամբողջ հնամաշ տեխնիկայից։ Սա շատ կարեւոր է, քանի որ այս ոլորտում թե քաղաքաշինության, թե ճանապարհների, թե առհասարակ ենթակառուցվածքների զարգացումները մեզ ստիպում են, որպեսզի մենք մեր տեխնիկաները նույնպես համապատասխանեցնենք ժամանակակից չափանիշներին։ Փրկարարծառայության ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները եւս տեսանելի արդյունք են տվել։ Ստեփանավանում շահագործման է հանձնվել հրշեջ փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը, իսկ Սևանում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանը։ Առաջիկայում կավարտվի նաեւ Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի նոր շենքի կառուցումը։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ռիսկերի նվազեցումն ու կանխարգելումն առաջնահերթություն դիտարկելով Արմեն Մկրտչյանը կարևորել է վաղ ազդարարման համակարգի լիարժեք ձևավորումն ու զարգացումը։ Կանխարգելման միասնական մեխանիզմների ներդրման համատեքստում նա անդրադարձել է նաև անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելմանը, նշելով, որ ոլորտում ներդրվել է ստանդարտացված գործելակարգ։ Հունիս ամսին ներքին գործերի նախարարի կողմից հաստատվել է անտառների կանխարգելման ուղղությամբ ստանդարտացված գործելակարգ, որը առավել միասնական, այսպես ասած, մեթոդաբանություն է ենթադրում մեր աշխատակիցների համար եւ ուղենիշային փաստաթուղթ է եւ այս ուղղությամբ նաեւ կրթահամալիրում նաեւ այդ փաստաթղթի հիման վրա մենք շարունակաբար վերապատրաստումներ ենք անում։ 2026 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ու արձանագրված արտակարգ դեպքերի վիճակագրությունը ներկայացրել է փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6421 արտակարգ դեպք պատահար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվը նվազել է 1364-ով կամ 17.5%-ով։ Փրկարարական ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների արդյունքում փրկվել է 68 մարդու կյանք։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ նվազում է արձանագրվել ոչ միայն արտակարգ դեպք պատահարների թվականակում, այլև նվազել են զոհերը եւ տուժածները, համապատասխանաբար 6-ով եւ 352-ով։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 2431 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թիվը նվազել է 1392-ով կամ 36.4%-ով։ Հրդեհների դեպքերի նվազումը պայմանավորված է ներքին գործերի նախարարության, փրկարարծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից հրդեհավտանգ ժամանակահատվածում իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև եղանակային պայմաններով։ Խոսելով լողասեզոնի ընթացքում հանրային լողափերում փրկարարական ծառայողների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահության մասին, Արամ Ղազարյանը նշել է, որ նրանց կողմից սպասարկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել։
Արամ Ղազարյանը նշել է, որ 2028 թվականին նախատեսվող միջազգային վերավորակավորման ընթառաջ անցկացվել է Միավորված ազգերի կազմակերպության ինսարագարտակին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վարժանքը։ Վարժանքի ընթացքում մենթորական խմբի կողմից արվեցին որոշ դիտարկումներ եւ շտկումներ։ Ընդհանուր վարժանքը 160 կետից բաղկացած ստուգաթերթի արդյունքներով վերջինների կողմից գնահատվեց լավ։ Բանախոսները պատասխանել են նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։